Ռուսաստանն իրավական բնույթի հարցեր ունի կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմության հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Չնայած առկա իրավական նրբություններին խաղաղ կարգավորման գործընթացի շահերը ամեն ինչից վեր են, նշել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ առաջնայինը բանակցային գործընթաց սկսելն է, մնացած ամեն ինչ երկրորդական բնույթ է կրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ վռնդել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։ Սպիտակ տան ղեկավարի արհամարհանքի մասին պատմել է բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։ Թրամփին ընդհանրապես պետք չէր այդ հանդիպումը, այն տևեց ընդամենը 15 րոպե, իսկ Մակրոնը չմասնակցեց։ Փորձեր են եղել ձևացնել, իբր նրան չեն վռնդել, թեև ինձ համար միանգամայն պարզ է, որ Թրամփը հենց դա էլ արել է, նշել է փորձագետը։ Մերկուրիսի կարծիքով նման կարճ ժամանակահատվածում անհնար էր որևէ էական բան քննարկել։ Նա նաև նշել է այն փաստը, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հրաժեշտի արարողությունից անմիջապես հետո ամերիկացի առաջնորդը մեկնել է օդանավակայան։ Վերլուծաբանն ընդգծել է, որ դա ակնհայտորեն ցույց է տալիս Սպիտակ տան ղեկավարի դժկամությունը Վատիկանում կարևոր հարցեր քննարկելու հարցում։ Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրը բաղկացած է 2022 թվականից Կիևի կողմից կորցրած տարածքները ռուսական ճանաչելուց։ Այս մասին գրում է CNN-ը, վկայակոչելով ծրագրին ծանոթ պաշտոնյաներին։ Ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրը ներառում է Վաշինգտոնի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը և Ռուսաստանի լրացուցիչ ուկրաինական տարածքների տրամադրումը, որոնք օկուպացվել են 2022 թվականին նրա լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց ի վեր, հայտնել են հեռուստաալիքի զրուցակիցները։ Ուկրաինայի համար դժվար կլինի պահպանել ռազմաճակատի գիծը մարդկանց պակասի և հրետանային զենքի պաշարների սպառման պատճառով։ Այս մասին հայտարարել է պաշտպանության հարցերով վիեննական վերլուծաբան Ֆրանց Շտեֆան Գադին, հաղորդում է Wall Street Journal-ը։ Վերլուծաբանի խոսքով առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Կիևին հանձնված հրետանին ամենայն հավանականությամբ կավարտվի, իսկ Եվրոպան չի կարողանա լրացնել Վաշինգտոնի օգնության բացակայությունը։ Ես ոչ մի կտրուկ փոփոխություն կամ ճակատային գծի փլուզում չեմ ակնկալում, բայց ընդհանուր առմամբ կանխատեսումները դրական չեն Ուկրաինայի համար, ինչ-որ պահի անօդաչուների հարվածները չեն կարող փոխարինել հետևակի բացակայությանը, նշել է նա։ Տխուր ավարտ կարող է սպասել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ով պարծենում է սպանություններով։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Երբ պետության ղեկավարը պարծենում է սպանություններով, դա նշանակում է միայն մեկ բան՝ վերջինս տխուր ավարտ կունենա, հայտարարել է քաղաքական գործիչը։